ստացվում է անիմաստ է մասնակցություն ընտրություններին։ Միևնույն է կեղծվել։ Արմենի ջան, ես իմ կարծիքը այս մի ամիս է անընդհատ ասում եմ իմ բոլոր ելույթներում, որտեղից հրավիրում ենք խոսել, կրկնեմ։ Հարգելի ժողովուրդ, խնդրում եմ այ վաղվա օրը դարձրեք սկիզբ, անցյալ անգամ ձեր մոտ խոսելուց ասեցի, Նիկոլի վերջի սկիզբ, խնդրում եմ, ապրիլ 24-ը հայտարարեք Նիկոլի վերջի սկիզբ, մեր սուրբ հիշողությունները փրկելու միակ քայլ դրեք հիմքը վաղը, մինչև հունիսի 7 երկիրը Նիկոլից ազատելու։ Ոչ մի ընտրություններ հանկարծ չհավատաք, որ դժվարություն է ունենալու ընտրություններում գրի 57%։ Կարող է 67% է գրի ԿՊԻ։ Եվ հետո կբացատրեն, որ տեսակ Եվրոմիությունը ախր մեզ այնպես սատարեց։ Տեսակ ինչ ծառայություն մատուցեցին մեզ։ Ապրեք հայ ժողովուրդ մեր տեղը, այո, Եվրոպան է, շատ ճիշտ է, եւ վերջ կկործանենք մենք։ Ոչ մի հավատ ընտրությունների նկատմամբ։ Ես գիտեմ, որ ընտրությունները կեղծվելու են ու մի 100,000 մարդ փողոց է դուրս գալու, ես դա գիտեմ։ Բայց լավ իմացեք, 25-30,000 ոստիկան լցնելու է ջարդի այդ 100,000-ին, բղավելով բոլորը փախնեն, ամենամեծ հայրենասերներին տանելու է լցնելու իր նկուղները եւ ոչ մեկը ոչ մի բան չի կարողանալու անել։ Կամ դրսից կմիջամտեն, որ չեղավ ախպերես ինչ ես անում, կտան Նիկոլին կսատկացնեն, կոչնչացնեն, բայց ինչ կառաջանա հայ հոգական հողի վրա ես չգիտեմ, որովհետեւ Եվրոպան դա, Եվրոմիությունը դա լավ հաշվի առել, որ եթե հանգարց դրսից կփորձեն օգնել, մենք կասենք խառնեցին եւ իրենք էլ դեսանտ են ուղարկել, շատ լավ գիտեք դրա մասին, եվրոպական դեսանտ է իջել Հայաստան, այսպես կոչած հակերային պատերազմի ժամանակ Հայաստանին օգնելու, դրանից 27 միլիոն են տվել, մենք այստեղ Եվրոպայում շատ մեծ գործ ենք անում եւ տարբեր դատարաններ ներկայացնում ենք, թե ինչ է կատարում Հայաստանում, այդ փողերը կասեցրեք այդ գումարները, որովհետև սա ոչ թե հայ ազգի վերջն է, այդ աշխարհ քաղաքականության, քաղաքակրթության օրանում, որ Արարատյան դաշտավարն է, հայկական լեռնաշխարհն է, քաղաքակրթության օրանում ստեղծված քաղաքակրթությունը այսօր եվրոպական ոչնչանալու է, ոչնչանալու, այստեղ ծնվել է, այստեղ էլ ոչնչանալու է։ Իմ ասածը բիբլիական ուղղակի ճշմարտություն է եւ խնդրում եմ բոլորը ընդունեն որպես ոչ էմոցիոնալ հայտարարություններ, այլ շատ լավ հաշվարկած եւ վերլուծած։